Ապաշխարություն։ Ապաշխարությունը նվեր է Աստծուց։ Գործք 11:18։ Եվ Սուրբ Հոգու աշխատանքն է մեղավոր սրտում, որը բերում է մտքի փոփոխություն։ Ա Թեսաղոնիկեցիների 1:5-9 խոսքեր։ Սա կարող է մակերեսային թվալ, քանի դեռ չեք հասկացել, որ սիրտ ասվածը մեր մտքի, կամքի, զգացմունքների կառավարման կենտրոնն է։ Այս պատճառով մտքի փոփոխությունը համարվում է իրական, երբ իրական փոփոխություններ են տեղի ունենում մեր վերաբերմունքում և վարքի մեջ։ Ապաշխարության հրաշալի օրինակ կարելի է տեսնել Տարսոնացի Սողոսի կյանքում, ով հետագայում կոչվեց Պողոս։ Իր անգիտության և անհավատության մեջ նա կարծում էր, թե Հիսուս Նազովրեցին ոչ այլ ոք էր, քան ինքնակոչ և սրբապիղծ մեկը, իսկ բոլոր նրան հետևողները Աստծո թշնամիներն էին և արժանի էին մահվան։ Գործք Առաքելոց 9:1-2 խոսքեր։ Այդուհանդերձ, երբ որ Պողոսը հայտնվեց Դամասկոսի ճանապարհին, Սողոսը հանդիպում ունեցավ հարություն առած Քրիստոսի հետ և բացահայտեց, որ նրա մասին իր համոզմունքները սխալ էին։ Գործք 9:3-8 խոսքեր։ Նա կարծում էր, թե Հիսուսը սրբապիղծ էր, սակայն բացահայտեց, որ նա Աստծո որդին էր, խոստացած Մեսիան և աշխարհի փրկիչը։ Կարծում էր, թե արդարությունը հնարավոր է վաստակել օրենքին հնազանդվելով, այնինչ բացահայտեց, որ իրենում ոչ մի բարի բան չկա, Հռոմեացի 7:18, և որ փրկությունը նվեր է Աստծուց, Եփեսացի 2:8։ Կարծում էր, թե Հիսուսի աշակերտներն Իսրայելի թշնամիներն էին և արժանի չէին ապրելու, Գործք 8:1, մինչդեռ բացահայտեց, որ ինքն էր իրականում Իսրայելին հալածողը և կենդանի Աստծո որդիներին ու դուստրերին մահվան մատնողը, Հռոմեացի 8:14։ Քրիստոս Հիսուսի հետ միայն մեկ հանդիպումը Տարսոնացի Սողոսին, այդ հպարտ և ինքնահավան փարիսեցիների փարիսեցուն, ապացուցեց նրա սխալը։ Նա ապաշխարեց և անմիջապես սկսեց ժողովարաններում Հիսուսի մասին քարոզել, ասելով, որ նա է Աստծո որդին։ Գործք 9:18-22։ Այդ լուրը տարածվեց Հուդայի բոլոր եկեղեցիներում։ Նա, որ մի ժամանակ հալածում էր մեզ, հիմա այն հավատն է ավետարանում, որ առաջ կործանում էր։ Գաղատացիների 1:22-23։ Պողոսի մտքի փոփոխությունը փոփոխության էր ենթարկել ամեն բան։ Փոփոխություն մեր մտածելակերպում։ Ապաշխարությունը ներառում է մտքի փոփոխություն, որը ստիպում է գիտակցել, որ այն, ինչ Աստված է ասում, ճշմարիտ է, իսկ մենք սխալ։ Սաղմոս 51:3-4։ Որովհետև ես ճանաչում եմ իմ անօրենությունները և իմ մեղքն ամեն ժամանակ իմ